Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվել են ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերի պատճառով։ Հայտնի է, որ ավելի վաղ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ եւ արտաքսմամբ զբաղվող ծառայությունը մի քանի տասնյակ մարդու էր բերման ենթարկել։ Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել։ Ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներ են այրել, ծածանել Մեքսիկայի դրոշը։ Հաղորդվում է քաղաքացիների եւ անվտանգության ուժերի շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ։ ԱՄՆ նախագահը կարգադրել է ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով ապօրինի ներգաղթյալները գրավել են ամերիկյան բնակավայրերը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ պատրաստվում են արգելել ցույցերի ժամանակ դիմակների կրումը։ Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները։ Կարեն Բասի խոսքով դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։ Ամերիկյան զլմները գրում են, որ բողոքի ակցիաներ են եղել նաև Նյու Յորքում։ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան ռազմական աջակցության մի մասն ուղարկվել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերին։ Խոսքը հակաօդային պաշտպանության 20,000 հրթիռի մասին է։ Դրա շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Բայդենի վարչակազմի օրոք, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով, եթե պատերազմը ձգձգվի, իսկ Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառի Մոսկվայի դեմ եւ օգնություն չտրամադրի Ուկրաինային, Ռուսաստանը կհաղթի։ Նա մտահոգություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի կարծիքով Ռուսաստանն արդեն հաղթում է։ Զելենսկին նաև մանրամասներ է հայտնել օրերս ռուսական ավիաբազաներին ուկրաինական հարվածներից։ Նա նշել է, որ ոչնչացվել է Ռուսաստանի զինված ուժերի 41-ից 42 ինքնաթիռ։ Վնասը կազմել է ավելի քան $7 միլիարդ։ Վաշինգտոնն աջակցություն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը, Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Դիվանագետներն անդրադարձել են նաեւ Մերձավոր Արևելքում եւ Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ուկրաինան եղել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցի օրակարգում։ Մարկ Ռյուտեն եւ Հական Ֆիդանը մտքեր են փոխանակել պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերի մասին։ Անդրադարձ է եղել Հագայում հունիսի 24-ից 25-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում ի թիվս այլնի կքննարկվի նաև Ուկրաինայի հարցը։ Ռուս-ուկրաինական քաղաքական դիվանագիտական կարգավորման ջանքերին զուգահեռ կողմերն ամեն օր հայտնում են փոխադարձարվածների մասին։ Ռուսաստանի բնատվյալով ուկրաինական ուժերի թիրախում են եղել Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Վորոնեժի, Օրյոլի, Բրյանսկի, Բելգորոդի մարզերը։ Անօդաչուներ են խոցվել Մոսկվայի մոտակայքում։ Տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Տուլայի մարզի ազոտ քիմիական գործարանին, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Թիրախավորվել է նաև Չուբաշիայի հանրապետության մայրաքաղաքի Չեբոքսարիի գործարաններից մեկը։ Ուկրաինայում էլ օդային տագնապ է հայտարարվել, Կիևում կան ավերածություններ։ Ռուսաստանն ԱԹՍ-ներ է արձակել նաև Խարկովի, Զապորոժիեի, Ժիտոմիրի, Չերնիգովի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ։ Բարդ իրավիճակ է Սումիում։ Մարզի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման։ Սահմանային հատվածներում տարհանում է իրականացվում։ Իսրայելցի զինվորականները կանգնեցրել են Մադլին նավը, որն ուղևորվել է Գազայի հատված։ Նավի վրա են եղել Գրետա Թունբերգը ու եւս 11 ակտիվիստ։ Նրանք հայտարարում են, որ ցանկացել են հումանիտար աջակցություն հասցնել պաղեստինցիներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից սակայն նշում են, որ այս ակցիան ձևական բնույթ է կրում, իսկ նավի վրա չնչին քանակությամբ հումանիտար փաթեթներ են եղել։ Այժմ զբոսանավն ուղարկվել է Իսրայել։ ԱԳՆ-ից հավելել են, որ Գազայի ծովային գոտին փակ է միջազգային իրավունքին համապատասխան։ Դիանա Գասպարյան, լուրեր։